Բայց շանթի եթերում լրատվության ժամը թարմացած նորություններով դուք դիտում եք Հորիզոնը ապրիլի 9 չորեքշաբթի։ Ականապայթյունից զինծառայող է վիրավորվել։ Ականապայթյունային վնասվածք ստացած Պաշտպանության նախարարության Ինձորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Դեպքը տեղի ունեցել 3 գիշեր Եղարքունիքի մարզում զինծառայողը տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը։ Նրան տեղափոխել են Երևան։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերթական հերքում է տարածել ի պատասխան Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30-ի ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Երկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ Հայաստանի նախագահ Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մանրամասները ռեպորտաժում։ Վահագն Խաչատուրյան Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը, որոնց վկայությունը բարձր մակարդակի այս այցերն են, նկատել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը։ Նա ողջունել է Հայաստանի նախագահին, շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր երթին է շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ հրավերի համար, նշելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերն ապրել են շարունակական զարգացում։ Որպես դրա վառօրինակ նա նշել է այդ թվում Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև շաբաթական իրականացվող շուրջ 30 ուղիղ ավիաճվերթների հանգամանքը։ Նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռքբերումները տարբեր ոլորտներում, ընդգծելով, որ երկիրն օրինակելի է զարգացման իր մոտեցումներով եւ ռազմավարական տեսլականով։ Խաչատուրյանն ասել է, որ Աբու Դաբիի ամենամյա ներդրումային համաժողովը արդյունավետ հարթակ է պետությունների ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ներդրողների եւ ոլորտային կազմակերպությունների միջև կապերի ստեղծման եւ արդյունավետ փոխգործակցության խթանման համար։ Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ։ Սաքր Ղոբաշը ողջունելով Վահագն Խաչատուրյանին նշել է, որ իր եւ Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը։ Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է։ Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ եւ արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն եւ հարգանք են վայելում։ Ողջունում ենք ձեզ մեծարգո պարոն նախագահ եւ ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է, վկայում է այն մասին, որ դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն։ Ձեր այդ մոտեցումը միտված է թե ձեր երկրում, թե տարածաշրջանային առումով խաղաղության եւ անվտանգության հասնելուն։ Մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը եւ մենք եւս ձգտում ենք նմանատիպ դրսևորումների իրագործմանը։ Նախագահ Խաչատուրյանն էլ իր շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ասել, որ դա վկայում է երկու երկրների սերտ բարեկամության եւ գործընկերության մասին։ Մենք կարևորում ենք նաեւ բարձրաստիճան այցելությունները, որոնք տեղի են ունեցել եւ որոնք տասնյակից ավելի են։ Այն 30 համաձայնագրերը, որոնք կնքվել են մեր երկու երկրների միջև, այս ամենը միտված է եղել իրականում մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մեր երկրի համար առանձնահատուկ նշանակություն ու դեր ունեն միջին արևելքի ծոցի երկրների հարաբերությունների շրջանում։ Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բազմակողմ շփումներն ու փոխգործակցությունը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը նաև երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործակցության ձևաչափով։ Երկուստեք շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարիդրացիության եւ խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ։ Աբու Դաբիի Սրբոց նահատակած եկեղեցում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ շրջակայից հայոց թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ arczepiskopos Սարգսյանի եւ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել համայնքի գործունեությանը։ Մեր սրտակին աղոթն ու մաղթանքն է, որ
տարածված օրհնե մեր հայրենիքը, պահպանե բոլոր տեսակի դրանքներեն եւ ցեզի գոլով ուժ մեզ համար մեծ բադիվ է այսօր հրանգալել ցեզ մեր հոգեվոր դունեմս։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայաստանյան եւ տարածաշրջանային արդի իրողություններ, կարևորվել հայ համայնքի դերն ազգային ինքնության պահպանության ու նաեւ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունների զարգացման գործում։ Վագն Խաչատուրյանն այցելել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն եւ հանդիպել Աբու Դաբիի, Սորբոնի եւ Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ։ Անմիջական ու ջերմ զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով եւ պատասխանել նրանց հուզող հարցերին։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արաք Միրզոյանը ապրիլի 11-ից 12-ը կմասնակցի Անտալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումին, այս մասին հայտնել է արտգործնախարարությունը։ Ըստ հաղորդագրության աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված է նաև երկկողմ հանդիպումներ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում նշված է նաև հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի անունի դեպ այդ ֆորումին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, արտաքին գործերի նախարար Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Ադրբեջանի նախագահ հայտարարել է, թե պատրաստ են Հայաստանի հետ վստահության քայլեր սկսել միաժամանակ այլ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հարցերին։ Այս նույն ընթացքում Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նամակով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին, պահանջելով քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման ու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Հայ-ադրբեջանական հանդիպումներից եւ հերրակա բանակցություններից հետո շաբաթներ առաջ թե Երևանը, թե Բաքուն հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց Բաքուն նախապայմաններ էլ առաջ քաշեց՝ սահմանադրությունը փոխելու եւ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրան զուգահեռ օրեր շարունակ Բաքվից չի դադարում ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը։ Այն, որ այս քայլերով Բաքուն փորձում է ձգձգել փաստաթղթի ստորագրումը, գրեթե կասկած չկա։ Վերջին հրապարակային ելույթներում, սակայն, Ադրբեջանի հռետորաբանության մեջ մեկ այլ երանգ է նկատվում։ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է վստահության փոքրիկ քայլեր սկսել Հայաստանի հետ։ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար։ Բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկել վրացի գործընկերները եւ Բաքուն տվել է դրական պատասխան։ Ըստ Ալիևի դրանք կարող են լինել լրագրողական փոխայցեր կամ անդրսահմանային գետերի մասին համատեղ քննարկումներ։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը առիթը բաց չի թողել ու դարձյալ բողոքել է, թե իբր Հայաստանը Ադրբեջանին զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որը Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Հայաստանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Դեռ ամիսներ առաջ հաղորդակցության ուղիների հետ կապված Հայաստանը առաջարկ էր ուղարկել, որ վարչապետ Փաշինյանի խոսքով կարող էր փոխադարձ ընդունելի լինել, մինչդեռ Ադրբեջանը դրան դեռ չի պատասխանել։ Վերջին օրերին էլ Բաքուն պարբերաբար Երևանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում, պնդելով, թե Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը 25% է կազմում։ Այսօր դրան X-ի միկրոբլոգում պատասխանել է արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմիցս հայտարարություններին, թե ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այս իրադարձությունների համատեքստում է Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, հասցեագրված Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին։ 25 կոնգրեսականներ պահանջել են Միացյալ Նահանգների իշխանություններից միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Ադրբեջանից հնչող հայտարարություններին ու հայկական կողմի հերքումներին այսօր անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը։ Մարիա Զախարովան ասել է, թե իրենք հետևում են սահմանային իրավիճակին եւ զսպվածության կոչ արել երկու կողմերին։ Բաքվին եւ Երևանին կոչ են կանում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։
Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել գործընկերներին մնացած հակասությունները հաղթահարելու համար, խաղաղության պայմանագիր կնքելու, տրանսպորտային տնտեսական հաղորդակցություններն ապաշրջափակելու, սահմանազատում իրականացնելու, մարդասիրական հարցերը լուծելու նպատակով, հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունները։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրիի նորընտիր Ավագանու կազմին կհանձնի մանդատները։ Նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ ապրիլի 14-ին ընտրատարածքային հանձնաժողովը 2 նիստ է ունենալու։ Նախ առաջին նիստով քննարկելու են Ավագանու թեկնածուների ինքնաբացարկի դիմումները, իսկ մյուսի օրակարգում մանդատների հանձնումն է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մինչ այս պահ ստացել է 1 ինքնաբացարկի դիմում Իմ հզոր համայնք կուսակցության ընտրացուցակի 3-րդ համարից։ Գյումրիի Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսանա Մկրտչյանից։ Նրան կփոխարինի 6-րդ համարը զբաղեցնող կին Ավագանու անդամի թեկնածուն։ Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի Ավագանու ընտրական ցուցակում եղած որևէ թեկնածու կարող է ինքնաբացարկի դիմում ներկայացնել մանդատների բաշխումից հետո, հետագայում Ավագանու անդամը կարող է հրաժարվել դրանից։ Հիշեցնենք, նորընտիր Ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ի, որի ժամանակ էլ ընտրվելու է նոր քաղաքապետ։ Էրեբունի բժշկական կենտրոնը հիմնել է ռադիոթերապիայի և ռադիովիրաբուժության ամբողջական կենտրոն, որտեղ դարի հիվանդության, քաղցկեղի բուժման, ճառագայթային թերապիայի և ռադիովիրաբուժության մեթոդներն են կիրառում, այժմ արդեն կես ժամանակակից աշխարհին հայտնի բուժ սարքավորումային համակարգերով։ Դարի հիվանդության, քաղցկեղի, մարդկությանը հայտնի բուժման մեթոդներից մեկը ճառագայթային թերապիան է։ Գիտական մտքի նորագույն նվաճումներից են Վարյան ընկերության Halcyon եւ Bravos ռադիոթերապիայի եւ բրախիթերապիայի սարքավորումները։ Գերժամանակակից համակարգերն արդեն հասանելի են Հայաստանում։ Էրեբունի բժշկական կենտրոնն է հիմնել ռադիոթերապիայի ու ռադիովիրաբուժության ամբողջական կենտրոն։ Лучевая терапия применяется примерно у 80% пациентов, которым был Ճառագայթային թերապիա կիրառվում է ռուսկաբանական ախտորոշում ունեցող պացիենտների մոտ 80%-ին։ Դա բուժման մեթոդ է, որը հիմնված է իոնիզացվող ճառագայթման ազդեցության վրա ուռուցքային բջիջների նկատմամբ։ Պացիենտի բուժման պլանը միշտ մշակվում է ելնելով բազմաթիվ գործոններից։ Ռադիոթերապիայի կենտրոնում յուրաքանչյուր բուժարուի համար աշխատում է ամբողջական թիմ։ Ձեզ կդիմավորեն ժպիտով, կլսեն մեծ ուշադրությամբ, կծանոթանան հիվանդության պատմությանը, նոր միայն բժիշկները կքննարկեն ու կառաջարկեն բուժման լավագույն տարբերակը։ Всегда на первичной консультации мы обсуждаем с пациентом. Առաջնային կոնսուլտացիայի ժամանակ մենք պացիենտի հետ մանրամասն քննարկում ենք կողմնակի ազդեցություններն ու զգացողությունները, որոնք կարող են առաջանալ բուժման ընթացքում։ Ճառագայթային թերապիան լիովին անցավ է, պացիենտը չի զգում ոչ ցավ, ոչ այրոց, ծակծկոց կամ որևէ այլ անհարմարություն։ Ուռուցքածին բջիջներն արմատապես վերացնել հնարավոր է ռադիովիրաբուժության միջոցով։ Վարյան H սարքն այս պահին աշխարհին հայտնի լավագույն գործիքն է ոլորտում, այն եւս Հայաստանում է։ Ռադիովիրաբուժության ու ռադիոթերապիայի գլխավոր պահանջը սխալի բացառումն է։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում առկա են գերմանական Siemens Healthineers ընկերության Somatom Go Pen Pro ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆ եւ ճշգրիտ ախտորոշման համար նախատեսված Siemens Biograph MCT 64 PET-CT։ Лечение это может проводиться двумя основными способами. Բուժումը կարելի է իրականացնել երկու հիմնական մեթոդով։ Առաջին՝ ֆրակցիոն բուժում, երբ յուրաքանչյուր սեանսի ընթացքում կիրառվում է դոզայի փոքր չափաբաժին, իսկ բուժման կուրսը երկարատև է։ Երկրորդ տարբերակը ստերեոտակտիկ ճառագայթային վիրաբուժությունն է, որը լիովին հակառակ մոտեցումն է։ Այս դեպքում մեկ սեանսի ընթացքում կիրառվում է դոզայի մեծ չափաբաժին, իսկ ընդհանուր սեանսների քանակը նվազագույնն է, սովորաբար 1-ից 5։ Միջազգային լավագույն փորձով բժշկական անձնակազմ, գերժամանակակից սարքավորումներ ու հոգատար մոտեցում։ Օնկոլոգիական տարատեսակ հիվանդություններ բուժելու համար արտասահման մեկնելու կարիք այլևս չկա։ Ավելին, սա տարածաշրջանի լավագույն առաջարկներից մեկն է։ Հաստատությունն Էրեբունի բժշկական կենտրոնին հարակից տարածքում է, աշխատում է երկուշաբթիից շաբաթ։ Բոլոր մանրամասներին ու վճարման տարբերակներին կարելի է ծանոթանալ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի պաշտոնական կայքում։ Գործում է նաև պետպատվեր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիբեկյանը այսօր մամուլի ասուլիս է հրավերել։ Մելիբեկյանին առավել հաճախ տրվող հարցերը վերաբերել են հրաժարականի եւ ազգային հավաքականի վատ ելույթներին։ Ինչ հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ,
որ հրաժարական չեմ տալու եւ ինչու։ Ով ցանկանում է տեսնել եւ լսել, տեսնում է։ Ով չի ցանկանում, չի տեսնում։ Եվ հրաժարականի պահանջը հրաժարական ընդհանրապես եւ հասարակական կազմակերպության ղեկավարը դա ինստիտուցիոնալ խնդիր է։ Եվ շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուցիայի, այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ, եւ ես ձեզ ասեմ շատ հստակ, բացառությամբ երկու ակումբի մեր մնացած բոլոր անդամների հետ մենք բարբերաբար քննարկումներ ենք ունենում եւ բոլորը հասկանում են եւ զարգացման տեմպերը, եւ խնդիրները, եւ օբյեկտիվ խնդիրները, եւ այդ իսկ պատճառով նաեւ շփվելով մեր անդամների հետ ես այդ որոշումը կայացնել եմ, որի մասին արդեն հայտարարել եմ։ Այս տեմպերով է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, եւ դուք էլ ասել էիք, որ 2022 թվականին կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ ենք դուրս գալու։ Ես չեմ ասել, որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, 24-ը ես ասել եմ, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար։ Ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ, ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեկիր։ Դա անկեղծ ասած հնարավոր չէ, բայց այն, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար, դա ասում եմ։ Այժմ Լեոսի եւս սպառված է, հետևեք նորությունների ժամը 20-ին։